կաթնամթերքը մոտավորապես 10%-ի չափով, օրինակ այստեղ ստացնում ենք 450, վաճառում ենք 470, հիմա ստանում ենք 500, վաճառում ենք 530, կոնկրետ օրինակով։ Ձունա թանկացել, 61 դրամ ձուն, որ ստանում ենք, հիմա 64-65 ստանում ենք, այդ կտրվածքով ձունա թանկացել, բոլոր ծառեցված ամեն ինչ 100-ից մինչև 150 դրամ թանկացումներ կա։ Այսօր էլ ենք ստանալու նոր ապրանք, այսօր էլ դեռ թանկացած պետքա ստանանք։ Կոնկրետ ասենք օրինակ կանադական ներփերշիկը մենք ստանում ենք 530, 535, վաճառում ենք 550 դրամ, մենք այսօր 600-ի կարգի ստանալու ենք սա։ Վաղը նոր կթանկացնենք, հա։ Իսկ առաքիչները որևէ ձևով պատճառաբան կուրսի տատանման հետ է կապված։ Չգիտեմ ով ինչ առիթից է օգտվում, որ այսպես թանկացումներ ա լինում, բայց փաստը մնում է փաստ։ Կոնկրետ հիմա այս կարակները ամբողջությամբ 2950 դրամ ենք վաճառում անկորը, հիմա 3000 դրամ, պլյուս հիմա որ ստանանք արդեն 3000 10-20 տոլի 30 դրամով ենք ստանալու, այսօր ենք ստանալու այդ ապրանքը։ Ոնց որ կրկնակի թանկացավ։ Իսկ տեղական ապրանքներից որևէ բան թանկացել է։ Տեղական ապրանքներից նոր մակարոնեղեն ենք ստացել, այսօր այս գնով ասեցին մյուսին արդեն թանկացած ենք ստանալու, նույնիսկ այդ արախիս բան, չնայած դրանք դրսից չի կեսնա դրսից բերվում, դրանք էլ հաջորդից թանկացած ենք ստանալու, արդեն զգուշացվել ենք, ուրիշ ինչ ունենք տեղական։ Դե տոմատ, մոմատ այդ կարգի բաները մեր արդեն դրանք թանկացած այս սեզոնին արդեն թանկացել են, դա էլ չգիտեմ կապում են ինչի հետ, ամենայն դեպս թանկացել է մոտավորապես 50-ից 60 դրամ, դե ամբողջ ձեթերի տեսականին է թանկացել, եթե վերցնենք միջինը մոտ 100 դրամ, 80-ից 100 դրամով թանկացել է։ Գնորդների դժգոհություն նկատում եք վերջին օրերին։ Իհարկե, գնորդների ոչ միայն դժգոհություն ենք նկատում, այլ նաև անկում առևտրի։ Այսինքն, եթե իրանք այդքան գումարով մտնում էին մեր մոտից առնում էին մի կիլոգրամ, հիմա իրանք առնում են ուղիղ դրա կեսը։ Մեր ապրանքը ավելի քիչ է սպառվում, մեր շրջանառությունը ոնց որ մնում է նույնը, բայց սպառում ենք ավելի քիչ ապրանք։ Կոնկրետ հենց այս բաները մենք մինչև երեկվա դրությամբ վաճառել ենք 2900 դրամով։ Հիմա այս գնապիտակը եթե պոկենք, մենք տակը մեր գինն է, իմ գրած գներն են։ 3 ստացել ենք 3000 դրամով։ Շաբաթվա սկսվեց կաթնամթերքի թանկացումը, սկզբից աշտարակաթը, հետո Մարիանան, նչանախ առայժմ չի թանկացել, հետո Եշկեղենը, իհարկե, Աթենք ֆիրման։ Հիմա էլ հացերն են սկսել թանկացնել։ Սկզբից զեյթունի գործարանը թանկացրել, այսօր մեզ զգուշացրել են, որ վաղվանից Ավանի հացի գործարանը թանկացնելու։ Ժանոյ Բարադինսկին էլ է թանկացել, ամեն մեկի մեջ 10-10 դրամով։ Քաղցրավենիքներն էլ այսօր ստացել ենք զեյթուն սվիթը, բայց արդեն երրորդ անգամն է, որ բերում են թանկացած գնով, այսինքն անցյալ շաբաթվանից սկսած թանկացել է։ Ռոյալ ֆիրման սուրճն է թանկացել 20 դրամով, այդ նշանակում է մոտ 8-10% էլի։ Ու սենց շարունակ, պանիրներ է թանկացել, չանախը, հա, էլ նոր ֆիրման էլ է թանկացրել, ամեն ինչով, էլի 10%-ի չափով է ստացվում, ամեն ինչի մեջ 30 դրամից 50 դրամով։ Մենք հիմա սպասում ենք, որ վաղը թանկ հաց ենք ստանալու։ Ինչ ստանում ենք, անընդհատ հենց ներս են գալիս, սպասում ենք, որ պետքա դրանից սկսեն։ Անունը դրել են դոլարի կուրսը, բայց չգիտեմ ինչի հետ է պայմանավորված, ինչով է պայմանավորված։ Փոքրիկներին պետքա բացատրել, որ չենք կարում, շատ դժվար է, չենք աշխատում։ Ես չգիտեմ ինչ են մտածում մեր կառավարությունը։ Կառավարությունը մի քիչ էլ պետքա մտածի փոքրիկների համար։ Կլինի կուտենք, չի լինի չենք ուտի։ Այդ մեզ ինչ։ Թանկանա, չթանկանա, ոչ աշխատանք ունենք, ոչ էլ ոչ մի բան։ Ինչ ուզում է լինի, մեզ ինչ։ Լավ կլինի, էլի նույն ձևի մենք ապրում ենք։ Ոնց կանք, տենց է կանք։ Դա մեզ չի վերաբերվում։ Ում գրպանները լիքնա թոնա մտածի, մեր ինչին է պետք։ Մենակ իրանց գրպանների մասին են մտածում, ազիզ ջան, ժողովրդի մասին ոչ։